Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում թեմայով քննարկմանը, անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը եւ հաղորդակցության ուղիների բացմանը։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորվել է խաղաղություն, բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ու ներդրումը։ Փաշինյանի խոսքով սա պատմական փոփոխություն է, որը կարող է հիմք դառնալ Հարավային Կովկասում տնտեսական գործակցության եւ բարգավաճման համար։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով կողմերը պայմանավորվել են բացել տարածաշրջանային կապերը հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների վրա։ Խոսելով TRIP նախագծի մասին, Փաշինյանը նշել է, որ այն կարող է դառնալ տարածաշրջանային ու միջազգային առևտրի նոր խթան, հնարավորություն տալով բացել կապեր Պարսից եւ Օմանի ծոցերից մինչեւ Սև եւ միջերկրական ծովեր։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Հայաստան-ԵՄ գործակցության ուղղություններով եւս առաջիկայում կլինեն դրական զարգացումներ։ Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահ նոր ֆլամանդական դաշինք խմբակցության ղեկավար Պետր դե Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքացիական երկխոսության եւ միջխորհրդարանական գործակցությանը ընդլայնման կարեւորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Պետր դե Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին եւ աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Բելգիայի միջև տնտեսական գործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերին։ Հոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի տնօրեն Նիշատ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է հիմնադրամին թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, նաեւ անկախ ու փաստահեն լրագրության զարգացումը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է Հանրապետության հարավարևելյան սահմանագոտի հետևել ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև նախարար Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։ Բարեխիղճ ծառայության աչքի ընկած մի շարք զինծառայողների պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով եւ արժեքավոր նվերներով։ Պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացում է կատարվելու։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ լուրերը, թե իբր կա նախագիծ, ըստ որի 20 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին դրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում 63 տարեկանում իրականությանը չի համապատասխանում։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի նախագիծը հավանություն ստացավ կառավարության կողմից։ Օրինագծով նախատեսվում է շարքային կազմի 24 ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով, սահմանելով 18 ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Օրենքի նախագիծը կուղարկվի ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը։ Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ Երեկամյա Տիգրան Հովանեսովի որոնողական աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ աշխատանքներին ներգրաված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ մարզի համայնքային ոստիկանության 5 բաժիններից 80 եւ Փրկարար ծառայությունից 150 ծառայող։ Օգտագործվում են անօթաչու թռչող սարքեր եւ տեխնիկական այլ միջոցներ։ Փրկարար ծառայությունից եւս մեկ անգամ կոչ են անում ծերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետեւել միայն պաշտոնական տեղեկությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Իրանունով եւ լուսանկարով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր սոցիալական հարթակներում։ Նախարարը նշել է, որ այդ հաշիվներից տարբեր մարդկանց են գրում տարբեր թեմաներով, այդ թվում իրավապահների կողմից իրականացվող արտակարգ ստուգումների վերաբերյալ։ Անդրեասյանը հաղորդել է նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել կեղծ հաշիվները եւ չարձագանքել դրանց։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի երիտասարդների մինչև 23 տարեկանների առաջնությունում։ Կանանց հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն 58 կիլոգրամ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության բոկում վարժությունում 3 հաջող մոտեցմամբ բարձրացրել է 85 կիլոգրամ, 89 կիլոգրամ եւ 91 կիլոգրամ։ Այս վարժությունում Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի։ Բոկում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 112 կիլոգրամ, 116 կիլոգրամ եւ 123 կիլոգրամ։ Այս ձևում նա կրկին առաջինն է եղել։ Երկամարտի 214 կիլոգրամ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է։ Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Ռուսաստանի կողմից Զապորոժիեին անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հասցված հարվածների հետևանքով 15 մարդ է վիրավորվել։ Զապորոժիեի վրա արձակվել են 20 անօդաչու թռչող սարք եւ 8 հրթիռ։ Բնակելի շենքերի մի քանի հարկ ավերվել է, ասել է նահանգապետը։ Ըստ ուկրաինական իշխանությունների, այս գիշեր Մոսկվան կրկին կրակ է բացել Ուկրաինայի մի քանի շրջաններում գտնվող ջերմաէլեկտրակայանների վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ թիրախներից մի քանիսը գտնվում էին երկրի արևմուտքում։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումները, քանի որ մյուս երկրներն իրականացնում են փորձարկման ծրագրեր։ Ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասարության սկզբունքով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես, ասել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ Թրամփի ԱՄՆ-ն ներկայումս ունի ավելի շատ միջուկային զենք, քան որևէ այլ երկիր։ Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը երրորդը մեծ տարբերությամբ, բայց այն մեզ կհասնի 5 տարվա ընթացքում, հավելել է նախագահը։ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում միջուկային մարտագլխիկների քանակի վերաբերյալ հրապարակային տվյալները տարբերվում են, բայց ընդհանուր առմամբ նրանց պաշարները գրեթե նույնն են։ Պոկրովսկի շրջանը ներկայումս ամենադժվար ուղղությունն է ամբողջ 1250 կիլոմետրանոց ճակատային գծում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, ինչպես նախորդ շաբաթներին, հիմա էլ այստեղ են ամենաուժեղ մարտերը։ Զելենսկին ասել է, որ հյուսիսարևելյան Կուպյանսկի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց վերջին օրերին ուկրաինական ուժերն ավելի մեծ վերահսկողություն ունեն։ Ուկրաինական Deep State նախագծի տվյալներով ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը նաև Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերում։